Պատերազմի թեժ փուլում Ուկրաինայի զինված ուժերի վերնախավում լուրջ ճգնաժամ է, կադրային փոփոխությունները շարունակվում են։ Տեղի տալով հանրային ճնշմանը, Զելենսկին հայտարարել է զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից Ալեքսանդր Սիրսկու հեռացման և 43-ամյա գեներալ-մայոր Միխայլո Դրապատու նշանակման մասին։ Որոշել եմ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակել Միխայլո Դրապատուն։ Նրա հետ համաձայնեցրել ենք այն առաջադրանքները, որոնք պետք է կատարվեն մոտ հեռանկարում։ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները շարունակվում են և պետք է իրականացվեն կայուն կերպով։ Հեռահար ու միջին գրոհներ իրականացնելու ծրագրերը պետք է կյանքի կոչվեն ամբողջ թափով։ Ալեքսանդր Սիրսկին այս պաշտոնին էր 2024 թվականի փետրվարից։ Զելենսկին ընդգծել է, որ նա ապահովել է Ուկրաինայի հաջողությունը Կիևի պաշտպանության, Խարկովի մարզում հակագրոհի և Կուրսկի օպերացիայի ժամանակ։ Կադրային այս փոփոխությունը տեղի է ունեցել Ուկրաինայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաների ֆոնին։ Ակտիվիստները Զելենսկուց պահանջում էին վերադարձնել Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնից ազատված Միխայլո Ֆյոդորովին և պաշտոնանկ անել Սիրսկուն։ Ըստ Ուկրաինայի նախագահի Ֆյոդորովի և Սիրսկու միջև լուրջ տարաձայնություններն իշխանությունը չի կարողացել հանգուցալուծել։ Զելենսկին պաշտպանության նախկին նախարարին առաջարկել է արժանի պաշտոն, չբացահայտելով մանրամասները։ Կրեմլը արձագանքել է նոր նշանակմանը։ Դա մենք չպետք է մեկնաբանենք, չեմ կարծում, որ դա կհանգեցնի ինչ-որ փոփոխությունների մարտի դաշտում։ Այնտեղ դինամիկան հայտնի է։ Մեր զինված ուժերը հատուկ ռազմական գործողությունների շրջանակում շարունակում են առաջ խաղացումն ամբողջ ճակատով։ Իսկ Կիևի ռեժիմի ներսում տեղի ունեցող ցնցումները երևում են անզեն աչքով։ Ուկրաինայի ռազմական նոր ղեկավարության առջև խնդիր է դրվել թարմացնել գլխավոր շտաբի կառուցվածքը, մշակել պաշտպանության նոր ռազմավարություն, զարգացնել կորպուսային համակարգը, իրականացնել հեռահար հարվածներ Ռուսաստանի ուղղությամբ և բարեփոխել մոբիլիզացիոն գործընթացը։ Ռազմական վերնախավում փոփոխություններին զուգահեռ Ուկրաինան հարձակվել է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա Նևիննոմիսկում, որտեղ խոշոր հրդեհներ են բռնկվել և կա 6 տուժած։ Նաև Wildberries-ի ամենախոշոր և ամենակարևոր լոգիստիկ կենտրոններից մեկի վրա Կրասնոդարում։ Այստեղ կա 10 տուժած, որոնցից 3-ի վիճակը ծանր է։ Կրասնոդարի մարզի Արմավիր քաղաքում նավթաբազայի վրա ուկրաինական դրոնների գրոհի հետևանքով 1 մարդ զոհվել է։ Ռուսաստանի զինված ուժերն էլ հարվածներ է հասցրել Ուկրաինայի Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին և ռազմական օբյեկտներին ու լոգիստիկ կենտրոններին, որոնք ըստ ռուսական կողմի օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նաև 2 ծովային նավի խոցման մասին։ Դիվանագիտական ճակատում Մոսկվան բարձրացնում է խաղադրույքները։ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելուն ուղղված ցանկացած համաձայնագրի շրջանակում այլևս չի պատրաստվում Ուկրաինային վերադարձնել վերցված տարածքներն ու մտադիր է որպես բուֆերային գոտի պահել Սումիի ու Խարկովի մարզերը։ Այս մասին գրում է Bloomberg-ը հղում անելով Կրեմլի աղբյուրին։ Ըստ պարբերականի Ռուսաստանի նախագահը մտադիր է վերցնել ամբողջ Դոնբասն ու կարծում է, որ միայն այդ նպատակին հասնելուց հետո կարող են վերսկսվել բանակցությունները։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ Պուտինին վստահեցրել է, որ Դոնեցկի մարզի մնացած հատվածի վրա լիակատար վերահսկողություն կստանա մինչև տարեվերջ, թեպետ շատ զինվորականներ կարծում են, որ առավել իրատեսական է 2027 թվականը։ Եկեք վերհիշենք, որ 2 տարի առաջ նախագահ Պուտինը Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարության առջև ելույթի ժամանակ նշել էր պատերազմը դադարեցնելու հիմնական պայմանները, որոնք գործում են մինչև այժմ։ Այդ պարամետրերը հայտնի են բոլորին, ամբողջ աշխարհում, նաև Կիևում։ Ինչպես բազմիցս ենք ասել, Կիևը պարզապես պետք է վճռական որոշում կայացնի և ռազմական գործողությունները կարող են շատ արագ դադարեցվել ու կանցնենք լուրջ ու բարդ բանակցությունների։ Միացյալ Նահանգների միջնորդությամբ ռուս-ուկրաինական բանակցությունները փաստացի դադարեցվել են դեռևս փետրվարին, երբ Թրամփի վարչակազմը ուշադրությունը կենտրոնացրեց Իրանի դեմ պատերազմի վրա, սակայն ռուս-ամերիկյան շփումները կարծես վերականգնվում են։ Սերգեյ Լավրովն ուկրաինական թեման կքննարկի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Մանիլայում հանդիպման ժամանակ։ Մինչև այդ Ռուբիոն հայտարարել է, որ Ամերիկան իրեն համարում է միակ երկիրը, որը կարող է ավարտել Ուկրաինայում հակամարտությունը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։